տրանսպորտի որակին, տրանսպորտի որակի հետ կապված մենք ամեն տարի ինչ-որ նոր մի ծրագիր իրականացնում ենք, մասնավորապես այս տարի իրականացրել ենք, արդեն իսկ կնքել ենք պայմանագիր 45 նոր տրոլեյբուսների գնման առումով, 12 մետրանոց, որոնք որ չափերով նույն մեր ման ավտոբուսների չափի են, եւ նրանք մատակարարվելու են 2026 թվականին առաջին կիսամյակում եւ մտնելու են գծեր, որով որ մեր տրոլեյբուսային ցանցի ամբողջական հին շարժակազմը դուրս է գալու եւ հետեւապես մենք կարելի ասել հին շարժակազմից արդեն ավտոբուսները, միկրոավտոբուսները, չգիտեմ, պազիկները, հյունդայները, դրանք բոլորը, գազելները բոլորը մաքրել էինք հները։ Հիմա վերջին մեր հանրային տրանսպորտի Վերգետնյա հանրային տրանսպորտի շարժակազմերում տրոլեյբուսներն են, որ մնացել են որոշ տեղերում հին շարժակազմերով, շարժակազմերը եւ ավելանում են, այսինքն գիծելը ավելանում եւ այդ բոլոր հին տրոլեյբուսները դուրս են գալիս կազմից։ Տրանսպորտի ոլորտում իրականացրել են կանգառների նոր կահավորումներ եւ եթե նկատել եք, արդեն որոշ կանգառներում կան էլեկտրոնային էկրաններ, որտեղ որ երևում է մեր համակարգով ավտոբուսների ժամանման րոպեներ, այսինքն դու հստակ արդեն կանգառում ես կարողանում տեսնել, թե քանի րոպեից է ավտոբուսը գալու եւ սա հիմնականում են մարդկանց համար է, ովքեր որ չեն օգտվում սմարթ հեռախոսներից, սմարթ էլեկտրոնային միջոցներից, որովհետեւ այդ միջոցներից օգտվողները հստակ արդեն գիտեն, որ օրինակ Yandex Maps-ում այդ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է ավելի քան 1 տարի առաջ։ Տրանսպորտի ոլորտում մենք ավելացրել ենք ավտոբուսային գծերի քանակը Երևան քաղաքում եւ շարունակելու ենք դա անել, որովհետեւ առաջին հերթին հետիոտնին առաջնահերթություն տալ եւ երկրորդ հերթին հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալը այլընտրանք չունի։ Եվ իրականում մենք պետք է գիտակցենք, որ նաեւ խցանումների կառավարման տեսանկյունից մենք պետք է որոշակիորեն մեր շարժակազմերը ավելացնելով մարդատար ավտոմեքենաներից մարդկանց տեղափոխենք դեպի հանրային տրանսպորտ։ Սրա մասին է նույն Աջափնյակի կայարանի կառուցումը, սրա մասին է նոր գնվող տրոլեյբուսները 45-ը, սրա մասին է 250 18 մետրանոց ավտոբուսների գնումը, որը պետք է իրականացնենք մոտ 2 տարի հետո։ Եվ կարծում եմ, այս ոլորտում մենք միջնաժամկետում ձեր ասած 3-ից 5 տարի հետո ունենալու ենք վերջնականացված հանրային տրանսպորտի բարեփոխում, ունենալու ենք ամբողջ շարժակազմ, որը որ պլանավորված էր այս քաղաքը սպասարկելու համար եւ ունենալու ենք ընթացքի մեջ Աջափնյակի կայարանի շինարարություն։